5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է։ Ողջույն, սիրելի բարեկամ։ Պլպուղու այսօրվա զրույցները ճիշտ ընտրության մասին են։ Ամենալավի որոշարկումը բնավ էլ միանշանակ չէ։ Մեկի համար ամենալավը մույսի լավի դաշտում տեղ չունի։ Պլպուղին իր ընտրությամբ ու խիզախ մեկնաբանությամբ ունեցածը գնահատել է սովորեցնում։ Ամենալավի թեկնածուն խիստ հարաբերական է, կախված ընտրողներից ու միջավայրից։ Հետևաբար քո բաժին ամենալավը սրտով ճանաչիր եւ ընդունիր։ Ամենալավ ասվածը սրտով գտածն է, ըստ պահի ճիշտ ընտրածն է։ Իսկ մյուս պատմությունը դաս է նրա մասին, որ ապրողի վարքով է գնահատվում հեռացողի հիշատակը։ Հուշը կապրի, եթե մենք այն կենթանի կպահենք մեր պահվածքով։ Պուղու խոսքը մեղադրանք չէ, այլ հիշեցում, որ քո արժանապատվության հուշաքարը քո վարքն է, հեռացողին այլևս պետք չեն քար կամ ծեսեր։ Դրանք ապրողների պատվի ցուցիչն են, ժառանգածին տեր մնալու նրանց կամքն ու պատասխանատվությունը։ Պուղին պատգամում է. թող մեր ընտրությունը լինի սրտից ու խելքից եւ մեր հիշողությունը ապրող ու ապրեցնող։ Լսենք քաղցրաբարբար նրա զրույցները։ Ղարաբաղը մեծամծերը հվակվան տիզական մելիք եկան են կողքին։ Վարանդեն մելիք շահնազարը պլպուղում է հետ նատարալ։ Հանցովեր խոսքո զրույց ու վաղտենքը նղնղն է, պուղին իրան սվիրեսը պարզան է։ Հղեն նիսոս ու պուսքին ամա զրույցը տռնմ չի։ Մելիքը մին օր առաջ պուղում կեպին նի եկածային է, պուղին էլ պատասխանը տված չինում, դենա մահնան ինքը եկալա։ Բեր մելիքներ մսլահատն անում, թաղունց ես տիժեր վաղտերքը երկիրը պահին, նրանա ետը նստամն հացում։ Կինին ջուրը նման քինամա, էլ խրաբաց, էլ մաչացավ, ամեն հիչ, երկներ պարն էլ աթնդամա։ Էդ վաղտը մին օթաբիդրացում իպեցավը ու բեցիր հրցնում։ Ու կար է ասե, հավեն ամենալավ տեղը վերնա, մին ասմա թևը, մինը բուդը, երորդը տեշը, չորդը կջեպը։ Ապու խոսում ստու ասե, իրան անա գող մելիքը պուղուն խոսքատան։ Պուղին էրկան եշում ամելիքին ու ասում, հավեն ամենալավ տեղը կուղ կաճաղնա։ Լոք խաղ ծիծաղում, բայց և գիդում վեր պուղուն խոսքը աստարոն է, լեհենդի չի ասված, մենակ մելիքն ացում սխանգալտնվում, բաս նաշ չիտա։ Ետ տրնալիս վերարդեն ընցած ընինում իշխանագետը, վերարդեն կմկներին ընինում մնացած մծգյուղերը, մելիքը ասումա։ Ապլ մռատ, գիզե խայտագրել ինձել։ Ինչու հետի եմ խայտարակրալ, մելիք շահնազար, վերմունք նստում ենք հացու, տու չես հավեն լավ մասերը ոտում, ես չում հավեն կուղ կաճաղնավ վները ոտում։ Ասումա պողին ու թողում մելիքին խոսքը պուկումը։ Եկ մի ապել պատմինք։ Եկ։ Պուղուն հրևան սեքին հերեն շուտանց հայլ մռատ, բայց իրան հայրա քաչիլակսետ, ես սեքին մինո պուղուն ռեչին դրդի հայնայինում։ Վեր հերիրում ասում, դու հազար սկաց, ես կպկապեք փողը թուպում անում, էդ շան տղեն կնծահարը, մին մահնայակ թենում, էդ փողեն կլխեն քարկցում։ Պուղի ապա, յանի վեր ետանումա, հորս կեպին նիչի կիլական, աստուց ինձ տուժա տլական։ Պուղին հու գիդումա թանչ տեսակն է գոն է սեքին, սեքնել դիմին կտրի չոնը վերդ գործը կլող վերի, ասումա։ Մռած մարդին կեպին նիչի կիլական, համել սեքի, քու աղբեր հինչ հագիդում թատու սաղս։ Խոխեք, պլպուղու զրույցները ձեզ տուրակյամ։ Հա, շատ։ Դե վեր տուրակյամ, ասեցիք տեսնամ, ես ձեր պատմած զրույցներից ինչ եք զոր քաղալ։ Ես հիշում եմ, վեր մեր տատիկ անցնանը մինա դեթելել, թաղու հավեն վեր մասը պիտի ոտել, խոխոցը միշտ բուլյոնն ալեր հսնելիս։ Տամասպավուստ աննել էլտի, բայց իմ պայս միշտ բուդն ալել։ Դուք ձեր խոսքում նշալ եք հայկական արցախյան ավանդական ընտանիքի չգրված օրենք այդ ծեսի մասին։
Դա հիմնականում տոնորեր են տինիլից սեղանին ու փորը լցրած կամ մաչացավ տին լալ ըսելից։ Դա համարվում է Արցախցու ավանդական սեղանի զարդը։ Դրանով հյուրասիրում են նորափեսային հյուրերին, տեղադրում հարսանեկան ծառի վրա եւ սկուտեղներում։ Տան յուրաքանչյուր անդամ գիտեր, որ մասն է իր բաժինը։ Թևերը աղջիկներին է տրվում, որ շուտ մեծանան, թռչեն, գնան նոր ընտանիք կազմեն, բուդը ազդրը տղաներին է տրվում, որ ամրանան նրանց ոտքերը, խոր խրվեն հայրենական հողի մեջ։ Գլուխը տալիս են տան մեծավորին, որ նրա շուքի տակ զորանան տան բոլոր անդամները։ Վիզը տրվում է Անդրանիկ որդուն, որը պետք է վեզը տակ ավտված օջախը կանգուն պահի, կատարի տան դժվարին գործերը եւ կրտսեր անդամներին հոգացու լինի։ Սպիտակ միսը տանտիկնոջ բաժինն էր, որ զորացնի նրա մարմինը որպես սերունդ ծնողի։ Հավի մաչը լցոնվածքը տրվում է տատիկին ու պապիկին, որ նրանց լեզուն միշտ քաղցր ու իմաստուն զրույցներով տունն ուղղորդող պահի։ Արգանակը մսաջուրը բաժինն է ամենափոքրերի, որ ուտեն, խաղան ու մեծանան։ Այս ծեսը ցույց էր տալիս ընտանիքում աստիճանակարգությունը, նոր անդամի դիրքը ընտանիքում։ Պուլուպուղու կուղկաճաղը հեգնանքով հակադրում է իր դերը սեղանի շուրջ եւ իր խելքի ու մտքի ուժը նույն սեղանակիցների համեմատությամբ։ Բացի այդ, կուղկաճաղ բաժին չունի հավը ու պուլուպուղու հեգնանքը իրականում ակնարկ է, որ լինելով մելիքի կատակախոսը, նա մելիքի համախոհը չէ, գործակիցը չէ եւ մելիքի կողմից բաշխվող դերերում նա չի կարող ընդգրկվել, անդամ լինել։ Մելիքի արձագանքը խայտառակ էր, նրա երևույթներն ընկալելու մակերեսայնությունն է ընդգծում։ Մինչդեռ պուլուպուղու խոսքը միշտ երկու հանդերձ ունի։ Այս զրույցներում մենք նաև մեզ հարազատ բնակավայրի մեծ թաղերի անունը լսեցինք։ Մեծ թաղեր անվանումն առաջացել է թաղեր բառից։ Տեղանքի խորթուբորդ բլրածածկ լինելու պատճառով տները կառուցվել են մեկը մյուսից կտրված, առանձին թաղերով, որոնք հետագայում միավորվել են եւ մեկ ընդհանուր անունով կոչվել են մեծ թաղեր, որտեղ մեծը ամբողջացնող բնութագիրն ունի։ Թաղը բնիկ հայկական, հնդեվրոպական լեզվից սերված արմատն է, թաղ քաղաքամաս նշանակությամբ։ Թաղ արմատով մոտ 14 բնականուն կա Արցախի բնականվանացանկում՝ թաղուտ, թաղավարտ, հոռաթաղ, մոխրաթաղ, թաղասեր եւ այլն։ Գյուղը համբավավոր էր իր արհեստագործությամբ, ասում են կոժ կոլա կապող մծ թղլրեցեք, քյոմյուր շինող թղլրեցեք, քեթը մորուտ թղլրեցեք։ Սա նշանակում է, որ նախկինում այստեղ զբաղվում էին փայտածխի արտադրությամբ։ Եվ գյուղացիների քիթը մորոտ լինելը արհեստագործությամբ հայտնի լինելու փաստից զատ նաև թաղերցիների մեծ աշխատասիրության մասին է վկայում։ Փառքի էջեր են մնացել հայոց բոլոր գյուղերում, նաև մեծ թաղերում, որ ապրելու կամք պիտի դառնան։ Մի բուռ գյուղ, մեծ պատմություն ու նաև մեծ անուններ՝ մարշալ Արմենակ Խամփերյանց, գեներալ մայորներ եւ այլք։ Բաց վերքի պես բաց է մնացել մեծ թաղերի ամենափրկչի դուռը՝ աչքը ճամփին, իսկ այնտեղ պահվող ավետարանի բաց մնացած էջերը թերթող ձեռքերին են կարոտում։ Պուլուպուղու զրույցներն այդ ձեռքերն են, որ մտովի թերթում են մեզ անհաս դարձած էջերը ու մեզ ապրելու կամք պարտադրում։ Պենտ կացեք, տեմպ կացեք։